Լավ, եկեք անկեղծ լինենք։ Երբ ասում եմ տեխնոլոգիական հանճար, ում անունն է առաջինը գալիս ձեր մտքին։ Հա, վստահ եմ, որ արդեն մի քանի անուն մտքերովդ անցավ։ Ճիշտ է, Ջոբս, Մասկ, Բեզոս, սովորական կասկածյալները։ Բայց այսօր մենք խոսելու ենք մեկ ուրիշի՝ Ջեյմս Դայսոնի մասին։ Մարդու, ով ոչ ուղակի հեռափոխեց մեր տուն մաքրելու ձևը, այլև ամբողջությամբ փոխեց մեր պատկերացումները, թե ինչ բան է ինժեներիան ու մարքեթինգը։ Դե ինչ, եկեք սուզվենք այս պատմության մեջ ու հասկանանք, թե ոնց է պատահում, որ արվեստի մի ուսանող դառնում է աշխարհահռչակ ինժեներ։ Սա մի պատմություն է, գիտեք, հաստատակամության, անհամար ձախողումների ու ամենակարևորը կենցաղային խնդիրների նկատմամբ ուղղակի անսպառ հետաքրքրության մասին։ Հիմա ամենահետաքրքիրը գիտեք ո՞րն է։ Դայսոնի ճանապարհը փառահեղ հաղթանակներով չի սկսվել, ընդհակառակը, ամեն ինչ սկսվեց մի ամբողջ շարք անհաջողություններով, որոնք, ինչպես հետո պարզվեց, իրականում դարձան նրա ամենաարժեքավոր դասերը։ Այստեղ ամեն ինչ իրար հետ կապված էր, ուղղակի դոմինոյի էֆեկտով։ Տեսեք, սիտրակի վրա աշխատելիս ծնվում է Բոլբերոյի, այսինքն գնդով սայլակի գաղափարը։ Հետո Բոլբերոյի ներկի հետ կապված խնդիրը լուծելու համար նա ստեղծում է արդյունաբերական ցիկլոն։ Ու հենց այդ ցիկլոնն էլ տարիներ անց դառնում է իր լեգենդար փոշեկուլի սիրտը։ Ու հենց այս Բոլբերոյի պատմությունն է, որ դառնում է մի շատ դառը, բայց ճակատագրական դաս, երբ իր բիզնես գործընկերները, այսպես ասած, դուրս են շպրտում նրան, նա կորցնում է իր սեփական գյուտի արտոնագրի վերահսկողությունը։ Հենց այդ պահից Դայսոնը երդվում է, որ այլևս երբեք թույլ չի տա, որ որևէ մեկը տիրանա իր գաղափարներին։ Ու հենց այս վճռականությամբ զինված նա ձեռնամուխ է լինում իր կյանքի թերևս ամենամեծ մարտահրավերին՝ լուծել մի խնդիր, որը կարծես թե ոչ ոքի չէր անհանգստացնում՝ փոշեկուլների հիմնարար թերությունը։ Ուրեմն տեսեք, թե որն էր նրա հանճարեղ հայտնագործությունը։ Դայսոնը հասկացավ, որ խնդիրը լիքը պարկը չի, խնդիրը օդի հոսքն է։ Մինչ բոլորը պարզապես փոխում էին պարկերը, մտածելով, թե դա է լուծումը, նա տեսավ դիզայնի հենց հիմքում ընկած սխալը։ Մի բան, որը բոլորի աչքից վրիպում էր։ Պատկերացնում եք 4 տարի շարունակ, մինչ կիններ աշխատում ու պահում ընտանիքը, Դայսոնը ստեղծում է 5127 նախատիպ։ Յուրաքանչյուր ձախողում ուղղակի մի նոր դաս էր, որը նրան մեկ քայլով մոտեցնում էր վերջնական լուծմանը։ Սա ուղղակի աննկարագրելի համառություն է։ Ու հենց սա է ամբողջ հանճարեղությունը իր պարզության մեջ։ Ոչ մի պարկ, ոչ մի խցանում ու ամենակարևորը ներծծման ուժը երբեք չի ընկնում։ Նա փաստացի վերցրեց փայտասղոցարանի ֆիզիկան ու տեղավորեց այն մեր տներում։ Զուտ ֆիզիկա, ոչ մի մոգություն։ Լավ, նախատիպն արդեն պատրաստ էր, աշխատում էր անթերի։ Բայց հիմա Դայսոնի առջև մի նոր ավելի մեծ պատեր կանգնել։ Նա պետք է համոզեր մի ամբողջ արդյունաբերության, որ իրենք տասնամյակներ շարունակ սխալ են աշխատել։ Ու գիտեք ինչ եղավ։ Բոլոր խոշոր ընկերությունները մերժեցին նրան, իսկ պատճառը շատ պարզ էր ու ցինիկ։ Նրանց բիզնեսի հիմքը փոշեկուլ վաճառելը չէր, այլ փոշեկուլի պարկեր վաճառելը։ Դայսոնի գյուտը ուղղակի սպառնալիք էր նրանց ամբողջ բիզնես մոդելի համար։ Սա հոլիվուդյան ֆիլմ չէր, հաջողությունը մի գիշերում չեկավ։ 15 տարի, պատկերացրեք, 15 երկար տարի, պայքարից հետո նոր միայն նա հասավ իր նպատակին։ Ու ամեն ինչ սկսվեց ոչ թե Եվրոպայից կամ Ամերիկայից, այլ Ճապոնիայից, որտեղ պարզվում է նորարարություններին շատ ավելի բաց էին։ Ու երբ նրա առաջին փոշեկուլը Dyson DC01-ը վերջապես դարձավ Մեծ Բրիտանիայի բեսթսելեր, Ջեյմս Դայսոնն արդեն 48 տարեկան էր։ Սա ուղղակի հերթական ապացույցն է, որ երբեք ուշ չէ ու երբեք պետք չէ հանձնվել։ Լավ, մենք խոսեցինք ինժեներական հանճարի մասին, բայց սա պատմության միայն մի կեսն է, որովհետև Դայսոնը նաև անհավանական մարքետոլոգ էր, որը կարողացավ սովորական կենցաղային սարքը վերածել իսկական ցանկության օբյեկտի։ Դե հիշում եք, չէ՞ հին գովազդները, այն ձանձրալի, կանխատեսելի գովազդները, որտեղ ուղղակի ցույց էին տալիս, թե ինչքան մաքուր է դարձել ամեն ինչ։ Դե Դայսոնը որոշեց, որ այդպես չի լինելու։ Նրա բանաձևը շատ պարզ էր, բայց հանճարեղ։ Նա չէր վաճառում մաքուր հատակ, ոչ, նա վաճառում էր տեխնոլոգիա, ինժեներական գերազանցություն։ Նրա գովազդներում գլխավոր հերոսը հենց տեխնոլոգիան էր։ Նրանք ցույց էին տալիս, թե ինչպես է աշխատում ցիկլոնը, բացատրում էին ֆիզիկան ու դրանով գիտությունը դարձնում էին գրավիչ ու նույնիսկ նորաձև։ Հիանալի օրինակ է իրենց վարսահարդարիչը, Airwrap-ը,
Տեսեք, թե ինչպես են նրանք կառուցում ամբողջ էկոհամակարգը։ Սկզբում պրոֆեսիոնալ վարսահարդարներն են հավանում, հետո ինֆլուենսերներն են սկսում գովազդել, ու շատ շուտով արդեն միլիոնավոր սովորական օգտատերեր են սկսում տեսանյութեր նկարել, ու սարքը վերածում են իսկական մշակութային ֆենոմենի։ Սա ժամանակակից մարքեթինգի դասագիրք է։ Դե ինչ, վերջում մի հարց հենց ձեզ, որը հսով եմ կստիպի մի պահ մտածել Dyson-ի պես։ Ի վերջո, նրա ամբողջ պատմությունն ապացուցում է մի շատ պարզ, բայց կարևոր ճշմարտություն։ Մեր շուրջը լիքը վատ դիզայնով իրեր ու չլուծված խնդիրներ կան, ու դրանք բոլորը պարզապես սպասում են իրենց հանճարեղ լուծմանը։